Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է։ Նա սուտ է ասում։ Ոչ ստում է։ Ստում է։ Փաշինյանը պարզապես ստում է։ Նիկոլ Փաշինյանը լկտի ստում է։ Օդում կախված լուրեր կան այն մասին, որ մեր հեղափոխական վարչապետը ստում է։ Ասացինք նիետ, չի կարող պատահել։ Պողոսների հասարակությունը չի ընդունում։ Այդ երբ է ստել մեր վարչապետը կամ ինչ է ստել։ Դիմեցինք հենց Նիկոլ Փաշինյանին։ Իմ տեսակետը չի փոխվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ շարունակում եմ հետևել այս դիրքորոշմանը։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել եւ չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո։ Կտրիչ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա։ Այո, ես որոշակի պլաններ ունեի եւ ունեմ այդ պլանները, բայց այդ պլանները չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը Հայաստանի Հանրապետությունում։ Այո, Վեհարանը պետք է ազատվի Կտրիչ Ներսիսյանի եւ պետք է ազատվի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ եւ ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը եւ առաջնորդելու եմ այդ գործընթացը։ Հիսուս Քրիստոսը իմ հարազատն է։ Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է։ Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է։ Հիսուս Քրիստոսը իմ հոգին է։ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է։ Հիսուս Քրիստոսը իմ միտքն է։ Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել եւ չի լինի։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին, այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ։ Շնորհակալ եմ վեհապարտեր։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանյան առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Ես համարում եմ, որ աղքատությունը ամոթ է, առավել եւս այս աստիճանի աղքատությունը ամոթ է եւ խարանա մեր երկրի եւ մեր ժողովրդի, մեր ճակատին, մեր երեսին։ Եվ առաջիկա 5 տարիների ընթացքում, երբ որ խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, մենք երկու փուլ ենք պատկերացնում։ Առաջինը նախ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես Հայաստանից պետքա վերացնենք։ Ոնց հաղթահարենք ծայրահեղ աղքատությունը։ Մարդը լսում է, ասում է, այս կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարի, այս ինչ լավ բան արել, հենց այն դիվանս բերեք, բանը, երկու դիվանը քանդենք, մեկը հավաքենք, որ ավելի հարմար պարկենք, որ այս կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է։ Ոչ ժողովուրդ ջան։ Աղքատությունը կլինի ծայրահեղ թե որևէ այլ, հաղթահարվում է աշխատանքով։ Մենք մարդուն պետք է ասենք շատ ուղիղ։ Հարգելիս, եթե դու աշխատունակ ես, այս շատ կարևոր բան է, եւ սոցիալական այն խմբերի մեջ ես, որ աշխատունակության սահմանափակություն, ուրեմն դու քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով։ Եթե դու չես ուզում աշխատես, աղքատությունը քո ընտրությունն է։ Ոչ մեկ պարտավոր չի գնա առավոտից իրիկու աշխատի, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պարկես ու սերիալ նայես կամ չգիտեմ ինչ ուժեղ բան նայես, հաղորդում նայես եւ թոք շոուներ նայես։ Մենք օրինակ խնդիր ենք դնում, որ
առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատություն չլինի այդ հանրություն։ Ծայրահեղ աղքատությունը վերացնի։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշկեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Հայաստանում ծայրահեղ աղքատ թոշակառու եւ նպաստառու չի լինելու։ Ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1% ցուցանիշով աճ, իսկ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020 թվականին նկատմամբ ծայրահեղ աղքատությունը կրկնապատիկ 0.7%-ից ավել 0.8%-ով աճ է ապրել։ Ասում եմ, աղքատությունը մեր գլուխներում է։ Ես ասում եմ որպես մի մարդ, որ այդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել է։ Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վերջ։ Կոռուպցիան շատացել է։ Կարծում եմ կոռուպցիոն բացահայտումներն են շատացել, ինչը կարող է նշանակել, այո, եւ նշանակում է նաեւ, որ կոռուպցիան շատացել է, բայց գիտեք 2018 թե 19 թվականին արդեն ցավոք սրտի, ես ասում եմ սա սրտի մեծ ցավով, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված կոռուպցիոն մեղադրանքով։ Ես պաշտոնապես ասում եմ, Հայաստանում 2018 թվականից համակարգային կոռուպցիա վերացել է եւ մինչեւ այսօր չկա։ Որովհետև եթե համակարգային կոռուպցիա լինեն, այդ ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի։ Հրապարակվեց Transparency International կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 զեկույցը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը այս ցուցիչում վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել։ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ եւ չեն լինելու։ Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ։ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան, որը քաղաքական խնդիր է։ Հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել։ Անկախ նրանից դատավոր է, նախարար է, որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել եւ նա պետք է իմանա, որ արդարությունը, արդարադատությունը պայմանականորեն ասած ժողովուրդը անպայման գալու է իր հետևից։ Եթե ոչ այսօր, վաղը, եթե ոչ վաղը, ուրեմն մյուս օրը։ Տարբեր առիթներով ասել եմ, որ դժգոհ եմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից։ Փաշինյան Իգոր, խես մենակ ճանապարհներից խոսում։ Քիչ ես խոսում, ամեն անգամ ինչքան փող եք ծախսում դուք ձեր համար։ Ինչքան փող ես ստանում, ինչքան փող ես ստանում քո ԿՊ-ի անդամները, քո ԿՊ-ի բարեկամները։ Չգիտենք ինչա կոռուպցիա է սա։ Ամեն մեկը ձեր բարեկամներին հորքուրի տղա, մորքուրի տղա, աղբոր տղա, քերու աղջիկ, սաղին բերել լցրել է կտե, ամեն մեկը մի բանի համար փող է ստանում։ Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները ըստ էության բերվեցին նվազագույն մակարդակի։ Ժողովրդավարություն, ամեն ինչ էլ հասկացանք, խոսքի ազատությունը, բայց այլասերվածներին պետքա թույլ չտալ այլասերվածություն մտցնել։ Խոսքի եւ արտահայտվելու ազատությունը շատ կարեւոր արժեք է մեզ համար։ Նարեկ ինչ նկարիչ։ Ոչ որ բաժին եք տանում, ասեք որ փաստաբանները ներկայացնում։ Քնչական է տանում, քնչական։ Գեն ու փագել է։ Գլխավորություն եւ փագել է։ Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր, եւ
Ուզում եմ մեկնաբանել, թե ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում եւ չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին։ Այո, թույլ չենք տալիս։ Գեցե Արցախը, գեցենք մենք եւ մեր երեխաները, որ պիտի ապրենք հզոր, ուժեղ, դուխով, հպարտ Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Փոխզիջումների առումով ես իմ տեսակետը հայտնել եմ արդեն, ես եւ ասել եմ հետեւյալը. քանի դեռ Ադրբեջանը օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն եւ բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը, Ստեփանակերտը նվաճելու իր մտադրության մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է։ Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այո, ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում։ Այդտեղ գրած է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, չէ՞։ Ես եկել եմ ասել եմ, որ ժողովուրդ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եկեք առերեսվենք, որ այն չի, ինչ որ մենք նկատի ենք ունեցել, որովհետև ինքնորոշում բառը ցավոք այն քիչ բաներից է, որ հայերը չեն ստեղծել։ Եվ նրանք, ովքեր ստեղծել են ինքնորոշում բառը եւ եզրույթը, ասում են հարգելի հայաստանցիներ, հարգելի Լեռնային Ղարաբաղ, այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք եւ դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու հետ։ Մենք չենք կարող քննարկել ընդհանրապես, չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանալու։ Իմ խնդրեմ ես ձեզ ուղիղ ասում եմ։ Պարզ չի, թե որտեղ այդ զիջման կամ փոխզիջման կամ չգիտեմ, ճկունության սահմանը, որ ես գամ ասեմ ժողովուրդ, տեսեք, հա, այսքանը այս զիջումը արվել է կամ այս ինչ ճկունությունը ցուցաբերվել է, բայց վերջ։ Հա դրանից հետո էլ ազգային ժողովում, որ հայտարարությունը հասցի, դրանից հետո ինձ ինչ կա, դա էական չի, կարևոր ես կիմանամ, որ երկրի համար ապահովել եմ տևական կայուն մի բան, խաղաղություն։ Պրոբլեմ այսօր է դա, որ գիծը չի երևում այդ բանի, զիջման գիծը, որ իմանաս այսքանը զիջեցիր, կամ փոխզիջեցիր, կամ այսքան ճկուն եղար, դրանով ավարտվեց պատմությունը։ Ես ասում եմ վերջ, Ժորժ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ։ Եվ հաստատված է, եւ հաստատված է։ Եվ չկա որևէ մեկը, որ ապացուցի հակառակը։ Ինչքան էլ մի տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի չարչարվեք, չեք կարողանալու ապացուցեք հակառակը։ Եվ վերջ, խաղաղությունը հաստատված է։ Հաստատված է խաղաղությունը։ Ենթադրենք այսօր նույնիսկ խաղաղության պայմանագիր այդ պայմաններով ստորագրված է։ Ով է այն երաշխավորը, որ այս նույն բանը տեղի չի ունենալու եւ չեր ունենալու։ Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրին։ Եվ ես ասել եմ, պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել, բայց դա առանց երաշխիքների ուղղակի թուղթ է։ Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի
հոկտեմբերն է։ Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։ Չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կամ լուծում կամ չլուծում։ Էս է մեր ընտրությունը։ Սա պետք է մենք ուղղակի հասկանանք։ Ասում եմ որպես պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Հանկարծ որևէ մեկը չկասկածի այդ հրամանատարական հատկությունների վրա, որևէ մեկը Ցանկացած սուտ կարելի ասել ու կանցնել։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա։ Վարչապետը մարդ է ղեկավարում կամ ղեկավարել։ Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է։ Եվ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով։ Շուշի մեկ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշի։ Ուզում եմ ընդգծել, որ մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Բարձրագույն դատական խորհրդի մեծարգույն նախագահ, բարձրագույն դատական խորհրդի հարգելի անդամներ, ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա եւ ապագայի մասին եւ ասել, որ երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար անկախ, իրապես անկախ, ոչ թե թղթի, վերնագրի, հայտարարության մեջ, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է։ Եվ դրա համար մենք, եւ այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել եւ հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է այն գործելակերպից, ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ միջամտել ընդհանրապես դատական իշխանության եւ համակարգի գործունեությանը։ Պաշտոնակությունների ավելի շուտ պաշտոնից հեռացման դիմում ներկայացնողների շարքում էր նաև բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Մի մարմին, որը գործադիր իշխանությունից լիովին անկախ է եւ ստացվում է, որ վարչապետի, այսպես ասած, հորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Հիմա ձեր ընդդիմախոսները ասում են, ինչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ճնշում, մյուսի նկատմամբ։ Նախ ես ուզում եմ ասել, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։ Չի որ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Դուք ձեզնի յուրաքանչյուրը իշխանություն է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունենք, որ այո Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա եւ ցեզանից յուրաքանչյուրը վարչապետ է։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե ոչ ես ինքս նրանց կհանեմ։ Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ մենք պետք է դադարենք քաղաքացիներին
ամենտեղ բռնել տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք մենք ավելի շատ փարուսիկով տուգանենք, թե առանց փարուսիկի։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի, այո, եւ ելի ասում եմ, կրկնում եմ, չգիտեմ, որ երրորդ անգամ։ Որովհետեւ այն համակարգը, երբ որ մենք քաղաքացուն ասում ենք երթևեկության կանոնը խախտի, փողը դու քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը դու քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը դու էլի քշի, երթևեկության կանոնը խախտի, էլի փողտու, էլի խախտի, էլի փողտու, էլի խախտի, էլի փողտու, էլի խախտի, խախտի փողտու, փողտու խախտի, խախտի փողտու, փողտու խախտի։ Հիմա ինչ փոխվեց։ Վաղվանից Երևանի քաղաքապետարանը տուգանելու այն քաղաքացիներին, ովքեր պետական տուրքը տրանսպորտի հրաժարվելու են վճարել։ Ձեզ այսօր վերջի իրազեկումն ենք անում, եւ պահանջում եւ խնդրում ենք, որ վճարեք տուրքերը։ Խնդրում եմ մի հատ նույնականացումներ արեք, հասկանանք բոլորը վճարել են քաղաքացիները։ Միանշանակ եւ աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի։ Բոլոր առանց բացառության։ Հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք։ Այդ լուրջ եք ասում, հո տենց ասելով չի կներեք, բայց այդ խոսքի արժեքին էլ պետքա չէ հետևել։ Եկեք բոլորին $10,000 առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն արեք, բոլոր Հայաստանի բոլոր քաղաքացիներին $10,000 բաժանել, այդ թվում ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Ընդունեք։ Եկեք ընդունեք այդ առաջարկեք տենց նախաձեռնություն, եկեք առաջարկում եմ մարդը $10,000 բաժանենք, բոլոր քաղաքացիներին անխտիր։ Առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում։ Ընդունեք, ես կպաշտպանեմ, դուք նախաձեռնեք, խորհրդանում հավաքեք, կոնսենսուս ձևավորեք, 10,000 չէ, 50,000 ամեն մարդու։ Каждому։ Նստում հարկերը թողեք, վարկերը թողեք, այս օգնեք, այս ձեռեք առնում։ Ով վերակենում հրաժարականը պահանջում։ Նորմալ է թող պահանջեն, բայց ինչ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի։ Սիրում եմ բոլորին, հապարտանում եմ բոլորովը։ Դուխով։ Այսքանից հետո դուք մտածում եք, որ հավատացյալ, սաղմոսներ ասող, Հիսուս Քրիստոսին հարազատ ասող վարչապետը ստախոս է, հա? Ուրեմն լսեք։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի մասին, որտեղ յուրաքանչյուրը մտածում ասում է ես որ վարչապետը լինեի, ինչ կանեի, կդմփցնեի սավին։ Ռիփսիմե Ջեբեջյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։